Պարոն Պետրոսյան, բարև ձեզ։ Կխոսեք ներս մտնելու ճառ։ Ավարտենք նոր էլի, որտեղ ժամանակը քիչ է, բայց անպայման կխոսենք, իհարկե կխոսենք։ Հնարավոր է մենք երկար չմնանք ուղիղ։ Բայց ինչի՞ չեք մնում այս կարևորագույն ինֆորմացիանը, կարևորագույն գործընթացա տեղի ունենում։ Կարծես թե արդեն այսպես եզրահանգումներով։ Դուք արդեն կանխակալ գնահատականներ եք տալի, շնորհակալություն, նիստի ավարտին կշփվենք ձեզ։ Դուք օրինակ ասել եք, որ անպայման լիցենզիայից զրկվելու է։ Ես ասեմ, թե ձեզ ճանապարհ դուք անցեք։ Պարոն Պետրոսյան, դուք ասել եք արդեն, որ լիցենզիայից զրկվելու եք։ Ես ասել էի, ունեք որտեղից սա քաղաքականություն է։ դա իմ ենթադրություններ հարգելս։ Ձեր ենթադրությունները Հիմնված փաստերի, փաստարկների, այդ թվում նաև հրապարակային թույլ տվեք անցնեմ։ Պարոն Պետրոսյան, Հանրային, այդ փաստերն ու փաստարկները ձեզ հայտնի դառնում են ժամանակ, երբ Սամվել Կարապետյանին ձերբակալում կամ կալանավորում են։ Դուք ունեք այդքան մեծ վերահսկող կառույցներ, առնվազն 6 կառույց կա Հայաստանի Հանրապետությունում, որոնք մենք չէ, դուք նաև, մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունում։ Եթե հիմնական քաղաքականությունն ասել դուք։ Չէ, նորմալ չէ, ես մի ասեք։ Մեր պետությունն ունի վերահսկողական ծառայություն։ Սա այն կառույցն է, որը մեր պետության մաս եք ձեզ զգում։ Դուք մեր պետության մաս եք ձեզ։ Երբ որ դուք կդառնաք լրագրող, ես այդ հարցերին սիրով կպատասխանեմ։ Այսինքն միակ լրագրողները հարցեր տալու իրավունք ունեն։ Պատկերացեք, այս պահին մեր գործառույթը։ Ես խնդրում եմ թողեք գնանք մեր նիստին մասնակցելու, կավարտենք նիստից։ Դուք շատ վստահ հայտարարեցիք։ Արդյոք սա հանձնարարություն չէր։ Այն մարդուն, ով ձեր ենթական չէ, ձեր դատավորն է եւ իմ պետության ու պետականության հանձնարարությունն է ապահովելու օրենքի գերակայություն, որտեղ որ ես կլինեմ իմ լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում։ Շնորհակալություն։ Եթե շնորհակալություն ավելորդ չփնենք։